Երբ դուք այցելում եք կլինիկա հանձնելու սեռավարակների անալիզ, կարևոր նշանակություն պետք է տալ բժիշկի հետ անկեղծ զրույցին։ Շատ հաճախ մենք բաց թողումներ ենք ունենում կապված հենց այն հանգամանքի հետ, որ պացիենտը լիարժեք անկեղծ չի պատմում իր սեռական կյանքի առանձնահատկությունների մասին, եւ այդ իսկ պատճառով մենք ունենում ենք որոշակի բաց թողումներ, բավականին որում լուրջ դեպքերի բաց թողումներ։ Խոսքն այստեղ հիմնականում վերաբերվում է ոչ տրադիցիոն, ոչ ավանդական բնույթի սեռական հարաբերություններ ունեցող մարդկանց, ովքեր այցելում են կլինիկա եւ անցնում են ստանդարտ հետազոտություններ։ Վերեմ պարզ օրինակ, որպեսզի դուք ճիշտ պատկերացնեք։ Մարդ, ով սեռական հարաբերությունները ունենում է օրինակ օրալ եւ անալ տիպի, ենթադրենք ինչ որ նպատակներից ելնելով խուսափում է կոնկրետ վագինալ կոնտակտներից, ուսաթաղանթն է պահպանում եւ այլն, տարբեր ոնց որ նպատակներ կարող են այդ ամեն ինչ տակ թաքնված լինել եւ գնալ անալիզները հանձնել գենիտալ հատվածներից, սեռական օրգանների հատվածից։ Այդպես մենք չենք ստանա ոչ մի ինֆորմացիա եւ կստացվի, որ տվյալ անձնավորությունը իր բերանի հատվածում կամ ուղիղ ծրաղիկի հատվածում ունի այս կամ այն տեսակ հիվանդությունը, իդեմս օրինակ սիֆիլիս կամ գոնորեա, եւ հիվանդությունը մնում է չբացահայտված, որովհետեւ անալիզները մատերիալը վերցվում է սեռական օրգանների հատվածից, փաստացիորեն տվյալ անձնավորությունն ունի հիվանդություն, բայց ինքը չի մացվում այդ հիվանդության մասին, ոչ լաբորատորիան է իմանում, ոչ ուղեգրող բժիշկն է իմանում, եւ բնականաբար բուժում չի ստանում տվյալ անձնավորությունը։ Բուժում չի ստանում քիչ է, ինքը պատճառ է դառնում բազմաթիվ այլ մարդկանց վարակի փոխանցմանը։ Որպես պրակտիկ բժիշկ իմ խորհուրդը հետեւյալն է. եթե դուք ամեն դեպքում հանգամանքների բերումով ունենում եք ոչ ավանդական բնույթի սեռական կապեր, անպայման խոսեք ձեր բժիշկի հետ այդ մասին, որպեսզի ինքը ձեզ ճիշտ անալիզներ նշանակի։ Ես հասկանում եմ, որ թեմայի մասին խոսելը այդքան էլ հաճելի չի, որ դա ծանր է մի քիչ, գուցե մարդկա ամաչում է այդ մասին խոսել, բայց դուք շփոթության մեջ եք դնում բժշկին եւ ձեր խնդիրը մնում է ամենաշփոթությունը բժշկի ոչինչ մի կողմ, բայց ամենավատը, որ ձեր խնդիրը մնում է չբացահայտված։ Դա դառնում է եւ ձեզ որպես առողջական խնդիր եւ դուք պատճառ եք դառնում այլ մարդկանց ինֆեկցիայի փոխանցմանը։ Դրա համար փորձեք գտնել համապատասխան մասնագետների, ում հետ դուք կկարողանաք այդ զրույցը անկեղծ վարել եւ ամենակարևորը ուղղակի մտածեք ձեր եւ այլոց առողջության մասին, պոտենցիալ մարդիկ, ում դուք փոխանցում եք վարակը։